Գորիսում նռնակի պայթյունից 2 մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել։ Պայթյունի հետևանքով սպանվել է Գորիս համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանի վարորդը։ Արուշանյանի վարորդ Արեն Յոլյանն ու իր ազգական Վարուժան Յոլյանը կենցաղային հարցերի շուրջ երկար տարիներ կոնֆլիկտ են ունեցել։ Հերթական վիճաբանության ժամանակ Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է։ Պայթյունի հետևանքով 45-ամյա Վարուժան Յոլյանը եւ 38-ամյա Արեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն։ Նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում։ Հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Մինչ Հայաստանը շարունակում է քննարկել, թե ինչ ապրանքներ կարելի է արտահանել Ադրբեջան, վարդ, լոլիկ, թե այլ ջերմոցային ապրանքներ, հարևան երկրի պետական մաքսային կոմիտեն հայտնել է, որ միայն 2025 թվականի ընթացքում Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ $800,000 արտադրանք, իսկ մեր երկիրը նույն ժամանակահատվածում անգամ $1 ապրանք չի արտահանել Ադրբեջան։ How did we arrest a 5-year-old? Well, I did a little bit more follow-up research. JD Vance-ի հարավկովկասյան այցը նվիրված է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին, ուստի տրամաբանական է, որ դրա հասցեատերերը պետք է լինեն Ադրբեջանն ու Հայաստանը։ Այսօր Թբիլիսիում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հարցին, թե ինչու է Վենսը փետրվարին սպասվող այցի ընթացքում շրջանցելու Վրաստանը, Կոբախիձեն պարզաբանել է, որ իրենք պատրաստ են Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ծավալել, սակայն ընտրությունը ամերիկյան կողմինն է։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտնել էր, որ փոխնախագահ JD Vance-ը փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար։ Սառած մայթերը, առատ ձյունը եւ ճանապարհին կատաստրոֆիկ խցանումները մի քանի օր շարունակ հանգիստ չեն թողել մայրաքաղաքի ոչ մի անկյուն, մինչդեռ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստում ձնամաքրման աշխատանքները գնահատել է բավարար։ Իմ բարբերաբար դժգոհությունները, որ այստեղ այս դահլիճում բարձրաձայնում եմ, նաև պետք է ի հակադրում են դրան, նախ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ դեկտեմբերից սկսած մինչև հիմա ինտենսիվ աշխատել։ Հարյուրավոր մարդիկ, ովքեր որ օր ու գիշեր աշխատել են, որ մեր ճանապարհները անցանելի դառնան, մեր մայթերը անցանելի դառնան, իհարկե, եւ որոշ դեպքերում իհարկե ունեցել ենք խնդիրներ։ Ընդամենը մի քանի օր առաջ թե կենտրոնական, թե ծայրամասային հատվածներում ձյան առատեղումներ էին եւ մեքենաները ավելի քան 1 ժամ մնացել էին խցանման մեջ։ Մինչդեռ քաղաքապետարանի խորհրդական Կամո Արայանը վստահեցրել է, հունվարի 23-ի առավոտյան ժամը 10:30-ից ԵԱՍՄ հիմնարկի շուրջ 137 միավոր տեխնիկա տեղակայված է եղել վարչական շրջաններում պատրաստ մաքրման աշխատանքների։ Միաժամանակ մոբիլիզացված է եղել նախապես զգուշացված էր կանաչապատում հողակին, պարոն Բեգոյանի հետ քննարկել էինք, որ իրենք էլ պատրաստ լինեն դուրս գալու մաքրման աշխատանքների։ Աշխատանքները սկսվել են 12-ի մոտ արդեն ժամը առաջին իսկ գրեթե 1 սանտիմետր դեռ չհասցրած սպիտակած վիճակում ասվածը սկսեցին աղավազի ցանելու աշխատանքները մայրաքաղաքում։ Նախապես 2-3 ժամ հետո ինձ տրամադրվել է պարոն Կատվալյանի կողմից էլեկտրոնային սխեման, որ մեքենան որ հատվածում է գտնվում։ Եվ այսպես շարունակվեցին աշխատանքները մինչև ուշ երեկոյան, որից հետո առավոտյան արդեն մոբիլիզացվեցին միաժամանակ կանաչապատում հողակի աշխատակիցները, որոնք մաքրել են բոլոր աշճանները, ստորգետնյա, վերգետնյա անցումների, շենքեր տանող, այգիներ տանող։ Արեյանը նաև նշել է, չնայած մաքրման աշխատանքներին արդեն պատրաստ էին, այնուամենայնիվ բախվել են մի շարք խնդիրների։ Գլխավոր խնդիրը ձյան անսպասելի առատությունն ու ճանապարհների ծանրաբեռնվածությունն է եղել։ Ստիպված դիմել են բարեկային ծառայության օգնությանը։ Մենք պատրաստ ենք մեր աշխատանքը կատարելու։ Այո, պարոն քաղաքապետ, պիտի արձանագրենք, որ ունեցանք խնդիր, որը հանգեցրեց բնակչության զայրույթի, բայց հիմնական փաստը սա էր, որ արձանագրվեց հիմնականում կենտրոն վարչական շրջանում, ինչը անդրադարձավ իհարկե մյուս շրջանների վրա։ Քաղաքապետի խորհրդականը շեշտել է, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անհրաժեշտ աշխատանքներ տարվել են, ճանապարհները ազատվել սառցակտորներից։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանի 5 քայլ դեպի ուժեղ Հայաստան տնտեսական ծրագրի մանրամասներն է ներկայացրել շարժման նոր գրասենյակների բացմանը։
Կարապետյանը հիշեցրել է, որ հայրենիքում ապրող 3 միլիոն մարդուց միայն 800,000-ն ունի աշխատատեղ ու նշել, որ հենց այս է հիմք դարձել ազգային բարերարի ծրագրի առաջին ու կարևորագույն քայլի համար։ Մեր տնտեսական ծրագրի առաջի քայլը դա աշխատատեղեր ստեղծելն է եւ ոչ թե ամբողջությամբ գործազրկությունը հաղթելը, որը ռեալ կարճաժամկետ այդքան չէր, 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ 3 միլիոն երկրում, որ 1 միլիոն մարդ աշխատի։ 5 տարվա ընթացքում այդ ցուցանիշին հասնելը մեծ հնարավորություն կա հասնելու եւ մենք առաջի քայլը դա կանենք։ 20% էժան դեղորայք, գյուղերում երաշխավորված բերքի մթերում եւ մատչելի բնակարանային ծրագիր։ Սրանք Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի հաջորդ քայլերն են, որոնք Նարեկ Կարապետյանը եւս ներկայացրել է ներկաներին։ Տնտեսական հարցերից բացի Կարապետյանը անդրադարձել է նաեւ մեր երկրի արչեւ ծառացած անվտանգային մարտահրավերներին։ Շարժման համակարգողը հայտարարել է, որ իրական ղեկավարը նա է, ով բանակցությունների միջոցով կարող է կանխել բախումները։ Նարեկ Կարապետյանը անթույլատրելի է համարել շարունակապար զիջումների գնալը ու մեր երկրի ներկայիս վիճակը համեմատել հայտնի հեքիաթի հետ։ Մեզ պետք է ղեկավար, որ հերրու տանի մեզանից է սարսափը։ Ամեն օր նոր վտանգ մեզ վախեցնում են, հեսա եթե սա չանենք, կսկսեն, նա չանենք, կսկսեն։ Ու տենց հիշում եք կրկվի հեքիաթը, հայկական ժողովրդական հեքիաթ է, որ մի ձագիթ տուր, երկրորդ ձագիթ տուր, երրորդ ձագիթ տուր, տենց չի լինում։ Վերջում կանչեցին, հիշում եք, աղվեսին ով քշեց։ Շնորհակալ եմ բոլորից։ Ուժեղ Հայաստան կլինի բոլորիս աշխատանքի ու պայքարի եւ համառության արդյունքում։ قابل بکنیم ما با جمعیت این روند رو ادامه خواهیم داد. Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հերքել է արևմտյան լրատվամիջոցների տեղեկությունները երկրում անկարգությունների ժամանակ 30,000 զոհի մասին, դրանք անվանելով մեծ սուտ Հիտլերի ոճով։ Միթե այդ քանակի մարդկանց էին նրանք պլանավորում սպանել Իրանի փողոցներում, բայց նրանց դա չհաջողվեց եւ հիմա նրանք փորձում են ԶԼՄ-ների միջոցով կեղծ տվյալներ հրապարակել։ Իսկապես դաժան է, գրել է Բաղային։ ԱՄՆ-ում գործող Իրանի մարդու իրավունքների լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկրի բազմաթիվ շրջաններում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվել է 41,283 մարդ, զոհվել են 5,848, այդ թվում 209 իրավապահ։ Շոնի պասխոսկելոմա Սակարտելոս թիթոլի մակալակես սինաշը Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության, ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Որոշումը այժմ ամերիկյան կողմինն է։ Ցավոք նախագահ Բայդենի վարչակազմի ստեղծած վրաց-ամերիկյան հարաբերություններն այդքան էլ հարթ չէին, ասել է նա եւ նշել. տեսնենք թե այժմ ինչպես կզարգանան մեր հարաբերությունները։ Մենք համբերատար սպասում ենք, ասել է Կոբախիձեն։ Զորաբեշոս վերեգուեբամաս մեսմիսին ծորի Думаю, що Гітанас Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է եւ Կիևը սպասում է դրա ստորագրման տեղի եւ ժամի մանրամասներին, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել։ Զելենսկու խոսքով ստորագրելուց հետո փաստաթուղթը պետք է վավերացնի ԱՄՆ կոնգրեսը եւ Ուկրաինայի խորհրդարանը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները շարունակվելու են այս շաբաթ։ Я думаю, що ти зіграв важливу роль, що ми сьогодні втрьох спілкуємося. Հունաստանի Տրիկալա քաղաքի մոտակայքում գտնվող թխվածքաբլիթների գործարանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալով կա 3 զոհ, 2 անհետ կորած, 8 մարդու հաջողվել է փրկվել։ Հրդեհից առաջ լսվել է ուժեղ պայթյունի ձայն։ Միացյալ Նահանգներում 1 միլիոն տուն հոսանքազրկվել է արդեն 4 օր շարունակվող ձնաբքի պատճառով։ Նյու Յորքում եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով բոլոր պետական դպրոցները երկուշաբթիից կփակվեն։ Ուսուցումը կշարունակվի հեռավար ձևաչափով։ 22 նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն, ավելի վաղ ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել էր լայնածավալ առատձյան եւ աղետալի սառցեշերտի մասին։ Արևելյան Տեխասից մինչև հյուսիսային Կարոլինա։
Ձմեռն ու ձնաբուքը կարծես չեն պատրաստվում հանգիստ թողնել երկիր մոլորակի ոչ մի անկյուն։ Ճապոնիայում ձնաբքի հետևանքով կան զոհեր եւ տուժածներ։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, իսկ 13-ը մահացել։ Տոկամաչի քաղաքի 56-ամյա մի բնակիչ ձյուն մաքրելիս ընկել է իր տանտանիքից։ Փողոցների ձնածածկույթը անցնում է մոտ 2 մետրը։ Ձնաբքերը եւ սառցակալած ճանապարհները բազմաթիվ վթարների պատճառ են դարձել։ Օդանավակայանները չեղարկել են մեծաթիվ չվերթներ, իսկ դպրոցները դասապրոցեսները։ Ճապոնիայի օդերևութաբաններն ու իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին զգոն լինել եւ տնից դուրս գալ բացարձակ անհրաժեշտության դեպքում։ Ֆիլիպինների հարավում խորտակվել է 332 ուղևոր եւ 27 անձնակազմի անդամ տեղափոխող լաստանավ։ Տեղական իշխանությունների տվյալներով զոհվել է առնվազն 7 մարդ, իսկ 215 ուղևորի հաջողվել է փրկել։ Նախնական տեղեկություններով նավաբեկության պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։ Ոսկու գինը կտրուկ աճել է, գերազանցելով 1 ունցիայի համար $5000։ Թանկարժեք մետաղի շուկայական գինը բարձրացել է 1.5%-ով, հասնելով 1 ունցիայի համար $5058.9, ավելի վաղ $5092.71, բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին հասնելուց հետո։ Ոսկու գինը 2025 թվականին աճել է 64%-ով, ինչը նրա ամենամեծ տարեկան աճն է 1979 թվականից ի վեր։ 2026 թվականին թանկարժեք մետաղի գինը բարձրացել է ավելի քան 17%-ով։ Միջազգային վերլուծաբանները նման աճը պայմանավորել են անվտանգ ակտիվների պահանջարկով, կենտրոնական բանկերի կատարած ակտիվ գնումներով եւ բորսայական ֆոնդեր ռեկորդային ներհոսքերով։